Ողջույններ, հայրենակիցներ հարգելի, այնքան շատ խնդիրներ կան առաջ եկած, որ չգիտես որ մեկից սկսես, որ մեկի մասին մտածես։ Այսօր կան կարծողներ, ընդ որում արցախցիների շրջանից, թե Հայաստանում ապրող արցախցիները, եթե Արցախից դուրս գան, այդ դեպքում ավելի դժվար կլինի Արցախ-Ղարաբաղ վերադարձի հարցը առաջ տանել, ավելի դժվար կլինի վերադառնալ, այդ հարցը քննարկել և լուծել, ընդ որում արցախցիները Հայաստանում բնակվելով այդ ամենը ավելի հեշտ է լինում։ Դա սուտ է, ես չեմ հավատում դրան, ոչ թե որ չեմ հավատում, դրա համար եմ ասում սուտ, այլ ես կարողանում եմ ապացուցել, որ դա սուտ է։ Եթե այդ պնդողները, ընդ որում արցախցիների շրջանից կարողանում են ապացուցել, թող ապացուցեն, լսեմ, բոլորս էլ լսենք, թե ինչպես, ոչ թե ով որ ինչ կարողանում է հայտարարել, ով որ չգիտեմ ինչպես ասեմ, այն նորվա ծնվածն էլ արդեն հայտարարություններ է անում, կարծիքներ է կազմում և կարծիքների վրա բնականաբար ազդում։ Ինչպես է դա սուտ։ Առաջինը փաստ ապացուցված է, որ Հայաստանը զավթված է թուրքական գործակալների կողմից։ Արցախցիները բոլոր ժամանակներում Հայաստանում ապրելով միշտ էլ կախված են լինելու այ ճակատների մեջ 50,000-ներից, որովհետև այդպես էին վարվում մեզ հետ տասնամյակ տարիներ, բնականաբար դա մեր բնավորությանը համահունչ է, մեր լեզուն գիտեն թուրք գործակալները, ովքեր զավթել են Հայաստանը և մեզ միշտ կապած են պահելու։ Պարզ, ինչպես կարելի է Հայաստանում արցախցիների շահ առաջ տանել և որ այդ մեր Հայաստանում, մեր երկրում գործում է, կառավարում է մի իշխանություն, որը եթե հակահայկական չէ, իսկ հաստատ 100% հակահայկական դիրքորոշում ունե, գոնե հակաարցախյան, արցախցիներին հակառակ դիրքորոշում ունի ու այդպես ինքը համոզված է։ Արցախցիներին ատող կառավարություն է այսօր իշխում Հայաստանում։ Եվ դա նշանակում է, որ միշտ էլ մեր շահը առաջ չի տանվելու, միշտ էլ մենք լինելու ենք այսպես կախված և ավելի վատ։ Ես նույնիսկ չեմ հավատում, որ այս իշխանությանը ձեռ է տալիս, որ մենք դուրս գանք, ես նույնիսկ դրան չեմ հավատում, ոչ թե նույնիսկ, այլ դա ընդհանրապես ես դրան չեմ հավատում, որ այսօրվա թուրքական իշխանությանը ձեռք է տալիս դուրս գալ Հայաստանից, որովհետև եթե Հայաստանը զավթված է թուրքական գործակալների կողմից, բնականաբար նրանց ձեռք է տալիս, որ արցախցիները Հայաստանում մնալով արցախցիներին ճնշեն մինչև այն աստիճան, որ բոլորից էլ ոչնչացնեն։ Մինչդեռ մենք արցախցիներս Հայաստանից դուրս մենք դառնում ենք սփյուռք, իսկ սփյուռքը ես կարծում եմ ամենաուժեղ ուժն է հայի շահը առաջ տանելու համար։ Եվ ոչ միայն նրանց ձեռք չի տալիս այսօրվա իշխանությունը արցախցիները դուրս գան Հայաստանից, որովհետև այսպես նրանք մեզ վրա ավելի լավ ուժեղ ազդեցություն ունեն։
եւ ոչ միայն մենք իսկ հիմա բացատրեմ ինչքանով է մեզ համար նպաստավոր Հայաստանից դուրս Արցախի հարցը առաջ տանելու համար, Արցախի հարցը լուծելու համար, այնքանով եթե Արցախցին Հայաստանից դուրս, այսինքն արտերկրում 3 տարում չդառնա հակահայ, թուրքամետ, ռուսամետ ասեմ, որ ավելի վատն է, այնպիսի տեսակ չդառնա, որ եթե թուրքից էլ վատանա, ինչպես հիմնականում այսօր արտերկրում ապրող հայերը, որ 3 տարից ավել 5 տարուց հետո դառնում են այնպիսի տեսակ, որ նույնիսկ թուրքից էլ, նույնիսկ եթե ռուսը վատա դրանից էլ է վատ տեսակ դառնում, եթե այդպես չդառնա, իսկ ով է ասում, որ այդպես պետք է դառնալ, բնականաբար մենք ավելի շատ ռեսուրս ունենք Արցախի հարցը առաջ տանելու, այստեղ նաև կա մի այլ հարց, որում մենք դեռ առայժմ գերի ենք, սոցիալական հարցն է, որը արտերկրում ավելի հեշտ է լուծվում, ցավոք սրտի այսօր շատերը այդ հնարավորությունները օգտագործում են ագահության ուղղությունով, երբ որ մի փոքր հնարավորությունները ավելանում է, հայի պրոբլեմը դա է, երբ որ մի փոքր հայի առավելությունը ավելանում է, շահամոլության դաշտ են մտնում, ինչպես հիմա կան շատ արտերկրում ապրող, նամանավանդ Ռուսաստանում հայեր, որ արդեն էլ հայեր չեն, նրանք ավելի վատն են, քան թուրքը, նրանք ավելի վատն են, եթե ռուսը վատ է, ավելի վատն են, քան ռուսը, նրանք ռուսա-թուրքական տեսակետից էլ են վատ, իմիջիայլոց ռուսը ինձ համար ամենից լավ ու հարմար ազգն է, դա ունեմ իմ բոլոր բացատրություններով, ես հիմա դա քննարկման առարկա չդարձնեմ, այսպես ես ապացուցեցի, որ հայի Արցախցու դիրքը արտերկրում ավելի ամուր է, ավելի պինդ է, քան թե Հայաստանում, մենք միշտ էլ այսպես ճակետների մեջ իցումներով կառավարելու են, ու իրանք ավելի լավ են, թշնամին ավելի լավ է, իրանց ուզածին հասնելու, իսկ հիմա ես խոսենք այս օրերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կապված հանրահավաքի վերաբերյալ, որը արցախցիները պիտի հավաքվեն, Արցախի հարցի վերաբերյալ, սոցիալական հարցերի վերաբերյալ, ես ուզում եմ նշեմ, որ այս հարցը արցախցիների հարցը չի, եթե դուք կարծում եք այս հարցը արցախցիներին է վերաբերվում, դա այդպես չի, ես արդեն բազմիցս ասել եմ, սա արցախցիների դեմ չի ուղղված, ընդհանրապես ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում տեղի ունեցողը, այլ մարդկության դեմ է, եթե այսօր դուք անտարբեր լինեք այս ամենին, մտածելով, որ ձեզ չի հասնի, դա այդպես չէ, սխալվում եք, ցանկացած սա հային վերաբերող հարց է, թե ապրի արտերկրում, թե ապրի Հայաստանում, սիրելի հայաստանաբնակ հայեր, այսօր ավելի շատ, նույնքան եւ ավելի շատ ձեզ է վերաբերվում այս հարցը, քանի որ սա հայկական հարց է, սա հայի հարց է, քանի որ այսօր դուք ձեր տանն եք ապրում, ձեզ ավելի շատ մտահոգելու հարց ունեք, ես պարզ ասում եմ, հիմա այնպիսի իրավիճակ է, այնպիսի իրականություն է,
համոզված եմ կարող եմ արցախցիների անունից ասել, կամ այսպես է որոշվում, կամ այնպես։ Ընդհանրապես երրորդ դիրքը դա ոչ բարենպաստ դիրք է։ Եթե այս հարցը, այս բոլոր հարցերը, թե արցախցիներին վերաբերյալ, թե Արցախի նկատմամբ, թե Հայաստանի նկատմամբ, այս հարցերը չլուծվի, ելք չգտնի, ընդհանրապես ես ինձ տեսակետ ունեմ ու համոզված եմ ամեն արցախցու մի գիծ ունի այդ գծից այն կողմ կամ այս կողմ որոշում է կայացնում։ Ես սա այնպիսի մենք տեղում ենք, կամ մի բան որոշվում է, մենք մնում ենք Հայաստանում, կամ մենք արցախցիներս բոլորս դուրս ենք գալիս։ Եվ դուք մնում եք թե մենակ, թե ում հետ, ես չգիտեմ, ես մինչև հիմա էլ չեմ հասկանում ձեր դիրքորոշումը, որ կողմն եք, ոնց եք մտածում, ու շատ հարցեր կան, բայց դա թողնենք մի կողմ։ Կամ որոշում ենք, մենք մնում ենք Հայաստանում, կամ որոշում ենք, մենք դուրս ենք գալիս Հայաստանից։ Դրա համար պայման կա, դրա համար սահման կա։ Հիմա սա ձեր հարցն է, ինչքանով մեր հարցն է, ահա թե եկավ նրան ասա, որ մենք ապացուցվեց այն, որ Ղարաբաղցին թուրք չի, Ղարաբաղցին որ թուրք լինի, Արցախյան շարժումը չէր սկսվեր, չէր պայքարել Ղարաբաղցին, ադրբեջանական կազմում կմնար, եւ նույն պատմությունը երկրորդ անգամ կրկնվեց եւ Արցախցին ընտրեց իր ընտրությունը, որ չի մնում ադրբեջանցու լծի տակ։ Ապացուցվեց, որ պրոբլեմը մեր մեջ չէ։ Այո, ինչ որ հարցեր կան, խնդիրներ կան, բացթողումներ եղան։ Ես համարում եմ, որ իմ հորս տարիքի մարդիկ, բայց նրանք չեն էլ կարող այդպես անել, պիտի ժամանակին այս հարցը լուծեին, բոլորը գային, այդ ժամանակ օրինակ իմ տարիքը շատ փոքր էր, ես չէի կարող որոշում կայացնել, ժամանակին պիտի բոլոր արցախցիները եկած լինեին Հայաստան, ինչպես հիմա բոլորս եկել ենք, հիմա Արցախից դուրս ենք եկել, ժամանակին բոլորս պիտի արցախցին եկած լիներ բոլորը Հայաստան ու այդ Ղարաբաղցու հարցը լուծեր, այդ Ղարաբաղցու ինքնասիրության պատիվը շահարկող պատվով խաղողների հարցը լուծեր ու մեկընդմիշտ այսպես չխորանար այս ամենը, բայց դա իմ հոր տարիքայինները չէին կարող դա անել, պարզ շարքային արցախցին չէր կարող անել, որովհետև նա իր համարյա ամբողջ կյանքը պայքարի մեջ էր, թուրքի դեմ կռվում էր, նամանավանդ նրա հնարավորությունները այդքան էլ ուժեղ չէր, մենք գիտենք ինչպես եղավ, ով եղավ, ոնց եղավ, ինչ մնում է իմ տարիքայինների, հիմա եկավ նրան հասա, որ իմ տարիքայինները, իմ հասակակիցները ուզած չուզած բոլորս լքեցինք Արցախը, հիմա գտնվում ենք Հայաստանում, հիմա մի որոշում ենք, ու այս ամենը, սիրելի հայեր, այս ամենը անձի նկատմամբ չէ, այս ամենը Հայաստանի վարչապետ ներկայացնողի դեմ չէ, սա ու իմիջիայլոց արցախցիներ, խոսքս արցախցիներին է վերաբերում նաև, եթե մենք կարծում ենք այս ամենը անձնավորության դեմ է, ապա մենք սխալ հարթության վրա ենք կռվում, մտածում, պաշտպանվում, պատերազմում, ու գիտեմ, որ շատերդ այդ ձև են մտածում,
ու դա շատ սխալ է, որովհետև մեր կռիվը անձի դեմ չի, Հայաստանի իշխանությունը զբաղեցնող իշխանությունում պաշտոն զբաղեցնող մարդկանց դեմ չի, այլ դրանց հետևում կանգնած ուժերի դեմ է, դրանց աջակցող ուժերի դեմ է, եթե մենք պատերազմում ենք, պայքարում ենք, դրանց դեմ ենք պայքարում, եթե մենք բան ունենք ասելու, դրանց դեմ է, այդ Հայաստանի օրինակ վարչապետի պաշտոն զբաղեցնողի հետևում կանգնածի դեմ է, եթե մենք մինչև հիմա այսպես չէինք մտածում, այս մակարդակի վրա չէինք պայքարում, գործում, ուրեմն մենք մինչև հիմա էլ սխալ ենք արել ու հետևանքը անարդյունավետ հետևանքը վկա այսօր։ Դրա համար մինչ մենք իմանանք այս ովքեր են, մենք պիտի իմանանք դրանց հետևում կանգնած ուժերը ովքեր են։ Եվ մեր գործունեությունը պիտի ուղղված լինի նրանց նկատմամբ։ Հետևաբար ես վերջում խոսքս կուղղեմ հենց այդ ուժերին դեմ ուղղված իմ խոսքը արցախցիների անունից։ Այո, ստացվում է, քանի որ Հայաստանը զավթված է թուրք գործակալների կողմից, մենք դա ապացուցելու կարիք էլ չկա, ապացուցեցինք, քանի որ զավթված է թուրք գործակալների կողմից, սիրելի հայաստանաբնակ հայ ժողովուրդ, մեր կռիվը ոչ Փաշինյանի դեմ է, ոչ վարչապետի, ոչ այս մեկի, ոչ Պետրոսի, ոչ Պողոսի, դրանց հետևում կանգնած ուժերի դեմ է, հակահայ արդեն պարզվեց հակահայ ուժերի դեմ է, սիրելի հայաստանաբնակ հայեր, որոշեք կամ Հայաստանը հայամետ հայ երկիր է, հայ տեղն է, կամ որոշեք Հայաստանը թուրքամետների երկիր է, որովհետև մենք տեսնում ենք, փաստի առաջը կանգնել ենք, էդ է նշանակում։ Որոշենք, եկեք միասին որոշենք, տեսնանք Հայաստանը ում երկիրն է, հայ քրիստոնյաների երկիրն է, հայերի տեղն է, երկիրն է, որտեղ կպաշտպանվի հայի իրավունքը, թե երկիրն է, որտեղ կպաշտպանվի թուրքի իրավունքը։ Եկեք միանգամից որոշենք, մենք անելիքը իմանանք եւ ամենքս մեր գործով զբաղվենք։ Կամ այս է խնդիրը, կամ որոշում ենք այս մեր հայրենիքը կամ թուրքական է, կամ հայկական է, ամենքս մեր անելիքները իմանանք։ Իմիջիայլոց արդեն բացահայտ խոսվում է ազգային ժողովի ամբիոններից։ Մարդը պարզ ասում է, որ ես ներկայացնում եմ ինձ ընտրողների ձայնը, ինձ ընտրողներին։ Ստացվում է, քանի որ հայի նկատմամբ դավաճանություն է տեղի ունեցել այս տարիներին, բացահայտ աններելի դավաճանություն, նամանավանդ արցախցիների նկատմամբ, ստացվում է այնպես, ուզենք թե չուզենք, սիրելի հայրենակիցներ, ստացվում է այս ստորագրությունը անող Հայաստանի վարչապետին ընտրող ցանկացած անձնավորություն այդ դավաճանության մասնակից է, այդ դավաճանությանը աջակցող է։ Նուրբ ասած, այդ դավաճաններից մեկն է։ Ինչպես։ Սա չի նշանակում, որ մարդիկ չեն փոշմանել Հայաստանի վարչապետին ընտրելով։ Ես հավատում եմ, որ բազմաթիվ մարդիկ փոշմանել են։ Ես հավատում եմ, որ մարդիկ ասում են մենք խաբվեցինք։ Բնականաբար այդ մարդիկ խաբվեցին, դրանց չի վերաբերվում։ Բայց եթե բոլորը համարում են, որ խաբվեցին, հիմա ձեր ժամանակն է, որ ապացուցեք, որ դուք նման մարդուն, թուրքամետ մարդուն իշխանություն չեք տվել։
Հիմա դրա ժամանակն է, հիմա ձեր գործն է։ Մինտեղ Արցախցուն բան էլ չունի անելու։ Արցախցուն ոչ ընտրելու իրավունք ունի։ Հիմա ձեր ժամն է, ձեր ժամանակն է եկել, որ դուք ապացուցեք, որ դուք թուրքամետներ չեք։ Նիկոլ Փաշինյան ընտրողներին, Հայաստանի այսօրվա իշխանությանը աջակցողներին համար, աջակցողների վերաբերյալ ձեր ժամն է, որ ապացուցեք, որ դուք Իրան չեք աջակցել, որ դուք թուրքամետ չեք, որ դուք համարում եք, որ Հայաստանը պիտի լինի հայի երկիր։ Հիմա ձեր ժամն է, ապացուցեք դա։ Ապացուցեք այն մարդիկ, ովքեր համարում են, որ իրանք Հայաստանի վարչապետին այդ լիազորությունները չեն տվել, որ այսպես հակահայ դավաճան Արցախը համարի Ադրբեջան եւ ասի, որ Արցախի հարցը չպիտի Ղարաբաղյան շարժումը մենք չպիտի Ղարաբաղյան շարժումը շարունակենք։ Ձեր ժամն է, որ ապացուցեք, որ այնքան հայ որդիները, որ զոհվեցին, դա իզուր չեն զոհվել։ Ձեր ժամն է, ձեր անելիքն է հիմա։ Մենք արցախցիներս արդեն բան չմնաց, որ չանենք։ Ես չգիտեմ էլ ինչ պիտի ես անեմ։ Եթե չէ, ուրեմն Հայաստանի վարչապետ ներկայացողը պատահական չի համարում, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայն եմ, ես նրա կամքն եմ արտահայտում, ուրեմն տեսնում է, որ դուք կամ ձեզնից մի մաս կա, որ ինքը ձեզնից աջակցություն է ստանում։ Ուրեմն ինքը ձեր խոսքն է փոխանցում մեզ արցախցիներիս ու ամբողջ հայերին։ Դե եթե այդպես է, որոշեք։ Հայաստանի Հանրապետությունը ում երկիրն է, հայ երկիրն է, թե թուրքի։ Հիմա դուք պիտի որոշեք։ Բնականաբար, ինչքան որ Արցախցուն է վերաբերում այս հարցը, այն ավելի շատ ձեզ է վերաբերում։ Ես ակնկալում եմ, որ մարտի 29-ին առնվազն արցախցիներից ավելի շատ ու շատ հայաստանաբնակ հայեր պիտի լինեն ու մասնակցեն ու միասին մեր հայի հարցը, հայկական հարցը, հային նպաստող պրոբլեմները առաջ տանենք։ Ու նորից եմ կրկնում, սա անձերի դեմ չի, սա հոգու դեմ է, սա չար հոգու դեմ է, սա թուրքական հոգու դեմ է։ Սա թուրքական հոգու դեմ է։ Այս հոգուն վռնդում են այսպես, բղավելով չի, հայտարարություններով չի, այս հոգուն, այս չար հոգուն հայոց հողից վռնդում են չարը մերժելով, արդարությունը ընտրելով, կամքով, հայանպաստ կամքով։ Այս չար հոգուն վռնդելու համար ամեն մեկս ունենք գործ, ամեն մեկս մեր ընտրություն ունենք, ամեն մեկս պիտի այդ չար հոգուն, այդ թուրքի հոգուն վռնդենք, քշենք հայի հողից, մենք պիտի անենք, կամ անում ենք, կամ ոչ, կամ ամենքս մեր անելիքը իմանում ենք, որոշում ենք ու առաջ գնում։ Ու եթե ես այս ամենը պատահական եմ ասում, կամ կասկածում եք, այս ամենը պատահական չի, այս ամենը հաստատ ապացուցված է ու պատահական չի, որ մի փոքր առաջ եղավ հրապարակում իբր թե իրանցիներ Ղարաբաղ երգը, որ երգ էին ասում ու չտեսանք արժանի պատասխան, որոշ ժամանակ հետո, մեկ ամիս գուցեև անցած չլինի, մեքենայի թափքից կախված ծածանվող ադրբեջանական դրոշը
եւ անպատասխան, ոչ համարժեք։ Իսկ վերջերս Երևանի քաղաքում հայտնված այդ թուրքը, որը ողջունեց Քյամրամին եւ Հայաստանից Երևանից հող տարավ Ադրբեջան, այս ամենը այս ամենի ապացույցն է։ Եվ եթե Հայաստանի իշխանությունը աջակցություն չստանար, ներքին գործերը չաջակցեր այս ամենին, բնականաբար դա երբեք չէր տեղի ունենար Հայաստանում։ Ու պատահական չի, որ Արցախցու նկատմամբ այսպես են վարվում, պատահական չի, որ ու արցախցին իր արածը, իր անելիքը արդեն արել է։ Բոլորս էլ գիտենք, որ երբեք ոչ մեկը չէր կարող Արցախում գալ, մտնել Ստեփանակերտ կամ Ադրբեջանի դրոշ ունենար իր մոտ, ծածաներ, կամ թուրքական երգ երգեր, կամ հող տաներ, բացառում է, պարզ է, որ դա հնարավոր չէր արցախցու աչքի առաջ նման բան անել։ Ու պատահական չէ, որ Արցախցու նկատմամբ այսպիսի դիրքորոշում, այսպիսի վերաբերմունք, արցախցին այսպիսի վերաբերմունք է ստանում։ Մենք իմանում ենք ինչ է կատարվում։ Մենք արցախցիներս ակնկալում ենք, թե դուք ինչ որոշում եք կայացնում։ Հայաստանը հայերի հայրենիքն է, թե թուրքերի, որպեսզի իմանանք մեր անելիքը։ Հետևաբար ակնկալում ենք, որ մարտի 29-ին արցախցիներից ավելի շատ հայաստանաբնակ հայեր եւ ոչ շատ հայաբնակներ, հայրենակիցներ ներկայանան հանրահավաքին եւ մեր խնդիրները եւ մեր ձայնը միանալով մեկ գաղափարին մեր ձայնը բարձրացնենք, որ Հայաստանը դա հայերի երկիրն է եւ ոչ միայն, այլ նաեւ Արցախը։ Մենք միասին պիտի եւ Արցախի հարցը լուծենք, որովհետեւ Արցախի հարցը դա Հայաստանի հարցն է։ Հիմա դուք տեսնում եք, որ բոլորս խաբվեցինք մտածելով, որ Արցախի հարցը լուծելով Հայաստանի հարցն են լուծում։ Այո, իրականում ի վնաս մեզ Արցախի հարցը լուծելով Հայաստանի հարցը լուծեցին։ Ուղղակի մեզ խաբեցին, եթե Արցախից պրծնենք, Հայաստանի հարցը կլուծվի, բայց սուտ եղավ դա։ Ես չեմ պատկերացնում, որ մեր հայ որդիների թափած արյանը պիտի հանդուրժենք, այդպես պիտի վերաբերվենք նրանց զոհաբերությունը, որ մեր ազատության համար արեցին։ Ես չեմ պատկերացնում, որ պիտի մենք նստենք հանգիստ։ Ես համոզված եմ բոլորդ, ոչ բոլորդ, բայց շատերը ամաչում են այս ամենի, ինչ որ տեղի ունենում Հայաստանում։ Ես նրանց հայ զինվորների, հայ նահատակների առաջ ամաչում եմ, որ մեզ հետ տեղի ունենում այս ամենը եւ որ մենք նրանց պատիվը չենք կարող բարձր պահել։ Հնարավոր չէ նրանց արածը ուրանալ ու նրանց պատիվը բարձր պահել։ Ես չեմ պատրաստում նրանց արածը ուրանալ եւ նրանց կիսած գործը, թողած կիսած գործը, նրանց գործը կիսատ թողել։ Հիմա ես խոսքս ուղղում եմ Հայաստանը ներկայացնող իշխանությանը եւ այդ Հայաստանը ներկայացնող Հայաստանում իշխանություն զբաղեցնող պաշտոնյաներին, թեև մի հոգուց է այս ամեն ողբերգությունը տարածվում, ես ձեզ եմ ուղղում։ Դուք ինչ երևույթ եք, դուք ում երևույթն եք, դուք ով եք, որ
մեր ճակատագիրը որոշեք, որ մեր պապական տունը, հողերը, մեր հայրենիքը, որոշեք ումն է, կամ սրան տակ, նրան տակ դուք ով եք, որ դուք իմ ճակատագիրը որոշեք, իմ տունը համարեք Ադրբեջանի,